Իրապես ինչպես խոսքի սկզբում ասացի, անկեղծ պարկ եմ տալիս Տիրոջը, որ այսօր իրար հետ ենք, եւ ուրախ եմ նաեւ իրապես, որ Տեր Այրի աղոթքով սկսում ենք մի նոր ծրագիր։ Նրանց համար, ովքեր որ առաջի անգամն են այստեղ, ուզում եմ տեղեկացնել, որ մենք 2012 թվականից արդեն շուրջ 13 տարի է Սուրբ Գրքի եւ ընդհանրապես հայ քրիստոնեական ուսուցումների կամ մեր հավատքի մասին դասընթացներ, քննարկումներ ենք ունենում տարիներ շարունակ եւ ուրախ եմ, որ ընտանիքի անդամները անընդհատ համալրվում են։ Այս անգամ հետաքրքիր մի նյութ պիտի խոսելու ենք Մարկոսի ավետարանը, ընդհանրապես փորձում էի երկար թեմաներ չարծարծել, որովհետեւ երկար թեմաները ենթադրում են նաեւ ժամանակ, բայց վստահ եմ, որ մեզանից շատերն ունեն այդ ժամանակը։ Մոտավորապես 32-ից 34 շաբաթ պիտի սերտենք Մարկոսի ավետարանը հատիկ, այնպես ինչպես որ եկեղեցին է սերտել, եկեղեցին է հասկացել, ընդհանրական եկեղեցին, առաջին եկեղեցին պիտի փորձենք հասկանալ, թե Մարկոսը մեզ ինչ է փոխանցում ավետարանիչը եւ Մարկոսի աչքերով ինչպես մենք պիտի կարողանանք ծանոթանալ, մտերմանալ եւ ընդունել մեր Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Եվ հետաքրքիր է այսօրվա այս բեները, որ ունեցա կամ առաջին սլայդը, մեր հրաշալի մանրանկարիչներից մեկի Մարկոսի կերպարն է, որ այնքան խորն է, այնքան հայեցի ու կարծես թե այս ամենով ամեն ինչ ասում է, թե ով է Մարկոսը։ Ինչի մասին ենք այսօր խոսելու։ Այսօր խոսելու ենք հիմնականում 5 թեմայի մասին։ Նախ Աստվածաշունչ մատյանի մասին, որովհետև շատերս թերևս գիտենք Աստվածաշնչի մասին, բայց շատերս թերևս եւ չգիտենք կամ տարական գիտելիքի պակաս ունենք։ Հետո խոսելու ենք ավետարանների մասին, որովհետեւ Մարկոսը ավետարան է ինքնին։ Հետո Մարկոսի կոնկրետ ավետարանի մասին, ավետարանի սերտողության ձևերի մասին, թե ինչպես պիտի կարողանանք հասկանալ ավետարանը եւ ի վերջո նաեւ մեկնությունների մասին, թե ինչ աղբյուրներ ունենք եւ այստեղ դաշնամուրի վրա եթե տեսնեք, ես նաեւ այն աղբյուրները հիմնական մասը 8 գիրք բերել եմ, չվախենաք այդ 8 գիրքը չեմ տալու, որ մենք բոլոր ընթերցենք, բայց այդտեղից ամեն անգամ դրա համար պիտի խնդրեմ, որ email-ները փոխանցեն նոր անձինք, ձեզ նախապես ուղարկելու եմ նյութը, որ կարդաք, ծանոթանաք, որից հետո նաև այստեղ խոսելու ենք ու վերջում քննարկում ենք կատարում, այս անգամ իհարկե դա չի լինելու, որովհետև զուտ ներածություն է, introduction է, որ պիտի անենք։ Ի սկզբանե քաղցիկ հետ, երբ որ խոսում էին կնոջս ու անընդհատ այս թեման կա, ասում էր Հայկ, նախաբանը թեթև արա, որտեղ շատերը երբ որ նոր ենք սկսում առաջի անգամ են գալիս, որտեղ երբ որ տեսնում են, որ ծանր է, դժվար է, ասում են սա մեր համար չի, էլ չենք գա, ու անընդհատ ես թերանում եմ, որովհետև անկեղծ ասած չեմ կարողանում խղճիս հանդեպ անկեղծ լինել, որտեղ եթե գիտեմ նյութը կա, չեմ կարող կիսատ տալ ու դրա համար խնդրում եմ ձեր ներողամտությունը։ Այն ինչ որ մենք անելու ենք միգուցե կարող մի քիչ բարդ թվա ձեզ այսօր ներկայացվելիք նյութը, բայց ավետարանը լրիվ տարբեր է։ Ավետարանի ժամանակ մենք հատիկ փորձելու ենք հասկանալ Աստվածաշունչ մատյանը եւ դրանով իսկ նաեւ տեսնենք այն ինչ որ եկեղեցին է մեզ փոխանցել։ Ծանոթացում Աստվածաշունչ մատյանի։ Սրանք բոլորս վստահ են գիտենք, բայց պիտի խոսենք, որ մեր հայրս այս գիրքը կոչվում է Աստվածաշունչ, Աստծո շունչ այլ խոսքով, եւ սա այդտեղից վերցված չի, սա ինքնին հենց վերցված է 2 Տիմոթեոս 3:16-ից, երբ որ հունարեն բառը Theopneustos է կամ Theopneustos, որ նշանակում է Աստվածաշունչ, Առաքյալն ասում է, որ այս գրքերը Աստծո շնչով են գրված։ Ինչ սա նկատի ունի, ասելով, որ սրանք պարզ գրքեր չեն, Աստվածաշունչը ինքնին իրապես Աստծո խոսքն է եւ մենք հայերս միակն ենք, որ սա հստակ ընդունում ենք եւ ոչ թե կոչում ենք Բիբլիա, նշանակում է գրքեր, հունարենից վերցված, տա Բիբլիա, այս մասին ենք խոսենք, այլ կոնկրետ Աստծո շնչով գրված։ Դրա համար այստեղ ուզեցի հիշեցնել նաեւ 2 Պետրոսի առաջի գլուխը, որտեղ առաքյալն ասում է, որ քանի որ մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ։ Այլ խոսքով Աստծո սուրբ մարդիկ, ովքեր որ առաքյալներն են, մարգարեներն են, ավետարանիչներն են, Սուրբ Հոգուց մղված է, որ խոսել են, եւ մեզանից յուրաքանչյուրից նաեւ պահանջվելու է այդ Սուրբ Հոգին, որ կարողանանք ճիշտ հասկանալ։ Ուրեմն Աստվածաշունչը, ինչպես որ ասացի, գրքերի հավաքածու է, մի գիրք չի։ Երբեմն մենք մեկ գիրք ենք վերցնում, մեր հետ վերել ենք,
բայց ինքը տարբեր գրքերի հավաքածու է, 75 գրքերի հավաքածու է, եւ ինչի մասին է Աստվածաշունչը։ Նախ այս թեմայով մենք բազում անգամ խոսել ենք, շարքեր եմ նվիրել Աստվածաշնչին, երբեմն 10 տարբեր շարք, երբեմն նույնիսկ ավել։ Այստեղ ուզում եմ ուղղակի հիշեցնել մի քանի համառոտ կետ, որ Աստվածաշունչը նախ եւ առաջ ճշմարտության վկայախոսն է։ Մենք այսօր ճշմարտություն ենք փնտրում աշխարհում ամենուրեք, ճշմարտության աղբյուրը ինքը Սուրբ Գիրքն է, Աստծո խոսքն է։ Մյուսը Աստված մարդ երկխոսության միջոցն է։ Հաճախ մենք երբ որ գալիս ենք աղոթելու, հաճախ միայն մենք ենք խոսում։ Աստծո խոսքը Աստծո բաժինն է բերում, այսինքն սկսում է դիալոգ, երկխոսություն, ոչ թե մոնոլոգ, միայն ես խոսեմ Աստծո հետ։ Եթե ուզում ենք Աստծո խոսքը լսել, ուրեմն պիտի նաև Աստծո խոսքը կարդանք, ծանոթանանք եւ ժամանակ հատկացնենք դրան, որովհետեւ շատ հաճախ այդ ժամանակը մենք չենք հատկացնում։ Մյուսը սրբազան հարաբերության ձև է, որովհետեւ intimacy անգլերենով ասած այդ սրբազան հարաբերությունը կամ անձնական հարաբերությունն է հաստատում Աստծո հետ, որը հաճախ առանց դրա չի լինում։ Ու հաճախ երբ որ մարդկանց տեսնում ենք, որ կամ Աստծուն թերի են հավատում, կամ չեն հավատում, կամ տարբեր են հավատում, սրա պատճառը նաև նա է, որ անձնական կապ այդ intimacy-ն Աստծո հետ գոյություն չունի, որտեղ Աստծո խոսքին է ծանոթ չենք, եւ եթե անկեղծ լինենք մեկ մեզ հետ, կտեսնենք, որ դա այդպես է։ Եվ նաև հետաքրքիր է, որ այն շոշափելիորեն կարող ենք հասկանալ։ Մի բան է, որ Աստված այնպես արեց, որ մարդ կարողանա հասկանա այն, ինչ որ կա։ Մեկ այլ կետ, որ խոսում ենք կյանքի ուղենիշ է։ Մեզանից յուրաքանչյուրը ունի իր ծրագրերը, բայց հաճախ այդ ծրագրերը կիսատ են մնում կամ չեն իրականացնում։ Աստծո խոսքը այդ իրական ծրագիրը, իրական ուղենիշն է մեզ տալիս, որ կարողանանք հասկանալ ուր ենք, ով ենք եւ որտեղ ենք հասնելու, եւ Աստծո խոսքով դա իրականացվում է։ Եվ նաեւ ինչպես Սուրբ Գրիգոր Նյուսացին է ասում 4-րդ դարում, ինքը քարտեզ է, հրաշալի քարտեզ, գանձերի վայրը ցույց տվող քարտեզ։ Եվ ասում է ժամանակին շատ կար այս, ինչպես որ արժեքավոր քարտեզ ես գտնում եւ ընկերներ ես հավաքում, որպեսզի գնաս այդ գանձը գտնես, Աստվածաշունչը այդ իրական քարտեզն է, որը քեզ օգնում է տանելու եւ իրական գանձը ցույց տալու, բայց նա շարունակում էր Սուրբ Գրիգոր Նյուսացին իր մեկնության մեջ երանիների ասելը, որ մենակ դժվար է լինում այդ ճանապարհը անցնել, նախընտրելի է որ ընկերներ ունենանք, օգնող ձեռքեր այս բառերն է օգտագործում, որ կարողանանք մեկս մյուսին օգնելով հասնենք այդ գանձերին։ Այլ խոսքով Աստվածաշունչը եւ սա փաստ է, ոչ ոք չի կարող հերքել, ամենից վստահելի, ամենից ճշգրիտ, ամենից ընթերցված, ամենից թարգմանված, ամենից տարածված եւ ամենից սերտված գիրքն է եւ դրա համար նաեւ կոչվում է գրքերի գիրքը։ Մի ամբողջ գրադարան է, որը որ մենք հստակ հասկանում ու գիտակցում ենք։ Հայրիս համար Աստվածաշունչը ինչ է, երկու համառոտ դրվագ պատմեմ, մեկը Վարդանանցից, որը վստահ եմ շատերս կհիշենք, երբ որ պարսիկները, զրադաշտականները փորձում էին մեզ հեռու պահել Քրիստոսից, մենք ասեցինք, որ մեր հայրը ավետարանն է, իսկ մեր մայրը եկեղեցին, եւ այս գիտակցությամբ ենք ապրել։ Մենք ունենք հայր, որը որ Աստծո խոսքն է, ավետարանն է, եւ մենք ունենք մայր, որը որ առաքելական Սուրբ եկեղեցին է, եւ այս մտքով շարունակել ենք մեր ընթացքը։ Երկրորդ շատ հայտնի կետը, որը որ իմ կարծիքով ավելի կարևոր էր, հետեւյալն էր, որ գրերի գյուտ ընդհանրապես մեր գիր գրականությունը, մեր մշակույթը հիմնականում ծաղկեց, որովհետև երկու տեսլական ունեցող մարդիկ, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեո երկուսն էր սրբեր, որոնք հասկացան, որ այս ազգին Աստծո խոսքն է պետք։ Եվ դրա համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցը առաջի հիծք նախադասությունը երբ որ վերցրեց, շատերս չգիտենք, վերցրեց առակած գրքի ամենաառաջի նախադասությունից Աստծո խոսքից, Աստվածաշնչից, որ ասվում է ճանաչել իմաստություն ևս խրատ, իմանալը զբանս հանճարով, այսինքն ճանաչենք իմաստությունն ու խրատը, իմանանք հանճարի խոսքեր։ Այլ խոսքով Մեսրոպ Մաշտոցը մեզ պատգամ հղեց, որ կենտրոնացեք Սուրբ Գրքի վրա, որովհետև գաղտնիքը իմաստության ու հանճարի Սուրբ Գրքի մեջ է։ Եվ այս վերջի շրջանում շատ տարածված է, որ Աստվածաշունչը շեղված է, փոխված է, տեքստերը էս են, անկեղծ ասած սրա նախորդ դարերի առաջի խոսողները մուսուլմաններն էին, որտեղ մուսուլմանների համար մեր Աստվածաշունչը փոխված սխալ գիրք է, իսկ իրենց Ղուրանը Աստծո հայտնությունն է։ Եվ հաճախ մեր մեջ սա մտել է, իսկ հետագայում, երբ որ աթեիստներն ավելի շատացան, մանավանդ Եվրոպայում, երբ որ սկսեց այսպես վերածնունդը ռենեսանսը,
ավելի տարածվեց այս տեսակետը, բայց սա փաստացի ոչ մի հիմք չունի։ Աստծո խոսքը, այս դեպքում Աստվածաշունչ Մատթեանը, մանավանդ նոր կտակարանը, այս դեպքում ամենից վավերական փաստաթուղթն է, որ մարդկությունը երբևէ ստեղծել է, եւ այստեղ ես օրինակ վերեցի, տեսեք այն անկյունում պապիրուսներ են, ոչ թե պապիրոս, այլ պապիրուս, բույսերից կազմված թերթեր են, որոնք ցավոք սրտի, քանի որ մագաղած չեն, կաշի չեն, շուտ են քայքայվում, բայց առաջի տեքստերն են, եւ այս վերջի շրջանում պի 52-ից ավել անուն ունեն, պապիրուս 52, ասենք դրվագ են փոքրիկ, որ այդ դրվագը տանում ես ու բերում ես այսօրվա Աստվածաշնչի վրա ես դնում, տեսնելու համար, որ օրինակ 1000 տարի առաջ կամ 2000 տարի առաջ գրված տեքստը արդյոք նույնն է այսօրվա մեր տեքստի, այս դեպքում Հովհաննես Ավետարանի օրինակ, տեսնում ենք, որ ոչ թե 99%, այլ 100% նույն տեքստն է, ինչ որ մենք այսօր ունենք մեր ձեռագրերի մեջ, եւ պապիրուսները բազմաթիվ են, հազարավոր պապիրուսներ կան, պատառիկներ, երբ որ դրվում են, դրանք 100%-անոց ճշգրտություն ունեն։ Աստվածաշունչ Մատթեանը ինքնին ամենաճշգրիտ տեքստն է, որ երբևէ եղել է։ Եվ սա նաև փաստացի ենք ուզում հասկանալ, հնում մենք այսօր խոսում ենք գրքի մասին, հնում գրքերը տարբեր էին գրվում եւ օրինակի համար Հոմերոսի Իլիականը, որ գրվել ու բոլորս գիտենք, Իլիադը, Քրիստոսից առաջ 800 թվականին է մոտավորապես գրվել, բայց 400 տարի հետո է նոր ամենահին ձեռագիրը պահպանվել։ Ուրեմն բացը 400 տարի կա, 400 տարվա ընթացքում չգիտենք ինչքանով է տեքստը փոխվել եւ 643 ձեռագիր է պահպանվել։ Մյուսները ավելի վատ վիճակում են, օրինակ Պլատոնի գործը գրվել է 400 թվականին Քրիստոսից առաջ, բայց հնագույն ձեռագիրը, որ ունենք, Քրիստոսից հետո 900 թիվն է, այսինքն 1300 տարի հետո նոր պահպանված ձեռագիր ունենք եւ ընդամենը 7 ձեռագիր կա։ Կամ Կեսարի կյանքը 100 թվականին մոտ Քրիստոսից առաջ գրված 900 թվին է գտնվել, որ մոտ 1000 տարի հետո եւ ընդամենը 10 ձեռագիր կա։ Դրան հակառակ նոր կտակարանը, որ գրվել է 50-ից 100 թվականների ընթացքում, ամենահին ձեռագիրը, որ պահպանվել է 114 թվին է, եւ նույնիսկ այս վերջերս հիմա Ղուկասի Ավետարանի պատառիկներ են գտել, որ 70 թվի ձեռագիր է նույնիսկ, եւ ընդամենը 14 տարվա տարբերությամբ եւ պատկերացրեք 5360 բնօրինակ ձեռագիր կա։ Այլ խոսքով ամենահաստատված հնագույն տեքստը, որը որ գոյություն ունի աշխարհում, Աստվածաշունչ Մատթեանը, ես այս մասին նաև ավելի մանրակրկիտ նախկին Lay Ministry ժամանակ, որ երկուշաբթի օրերն էինք հավաքվում սուտ Աստվածաշունչը բացատրելու, խոսեցի եւ ավելի եթե հետաքրքրվողներ կան, կարող եմ այդ սլայդերը նաև ձեզ փոխանցել։ Գալով տարրական գիտելիքին, բնականաբար ինձ թվում է բոլորս այստեղ գիտենք, որ Աստվածաշունչը երկու մասից է հիմնական բաղկացած, հին կտակարան եւ նոր կտակարան, բայց տարբերություն կա։ Բողոքականյան հրատարակությունները, որոնք ողողված են, 39 գիրք են պարունակում հին կտակարանում, մինչդեռ հնագույն բոլոր տեքստերը, մինչև 1826 թիվ, ունեն լայն, ընդլայնված տեքստը հայերենում 48 գիրք։ 1826-ից հետո են նոր սկսել կրճատել գրքերը, մենք այն բաժանում ենք հին կտակարանը 4 մասերի, օրենքի գրքեր, պատմական գրքեր, իմաստասիրական գրքեր եւ մարգարեական գրքեր։ Իսկ նոր կտակարանը հիմնականում շատերս գիտենք 27 գրքից է բաղկացած եւ առաջի 4 ավետարաններն են Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես, հետո Գործ Քառաքելոցն է գալիս, հետո Պողոսի 13 կամ 14 գրքերը, սրանց մասին կխոսենք, հետո գալիս է 7 ընդհանրական թղթերը, հետո Հովհաննու հայտնություն։ Այս կանաչները, որոնք նշել եմ, սրանք այն գրքերն են, որոնք մենք միասնաբար այստեղ սերտել ենք։ Սկսելով Մատթեոսի ավետարանից, որ այն ժամանակ դեռ Սանտա Կլարիտա ենք սերտում 2010 թվականին եւ գոնե, չգիտեմ, նունեն էլ կա։ Գոնե 3 հոգի այստեղ են, որ միասին նունեն, Սամվելը, Տիկինսոնը, որ միասնաբար փոքր խմբով վեներով այստեղից գնում ենք Սանտա Կլարիտա եւ Մատթեոսի ավետարանից սկսեցինք։ Եվ որից հետո արդեն Հովհաննու ավետարան, Պողոսի թղթերից բազում եւ ամենավերջի շրջանում ոմանք թերևս այստեղ ներկա են, մենք նաեւ 7 ընդհանրական թղթերը սերտեցինք։ Այսօր պիտի սկսենք Մարկոսի ավետարանը
Եվ Աստծո կամոք հույս ունեմ, իրապես մեծ իղձա, մեծ փափագա, որ կկարողանամ բոլոր 27 գլուխ կամ գրքերը սերտել։ Մի ոչ թե մեկն էլ, այլ սերտել, որտեղ մեկնիչները սրբերն են, մենք փորձում ենք սերտել, հասկանալ։ Եվ փաստորեն գրեթե կեսից ավելին արել ենք, պիտի շարունակենք։ Այս մասին էլ եմ ուզում հակիրճ խոսալ, վստահ եմ նրանք, ովքեր իմ դասերին եղել են կրկնությունա, բայց ոմանց համար սա նորություն կլինի, որ հաճախ ասում են հայրը Աստվածաշունչ չեն սիրում, մանավանդ բողոքականության միջավայրում ասում են հայ եկեղեցին Աստվածաշունչի հետ կապ չունի, հայ եկեղեցին ամբողջ ծես է, որը որ ավելի հեռու չի կարող լինել ճշմարտությունից։ Մի օրինակ եմ ուզում բերել, որ ամենափաստացի օրինակն է, որ Աստվածաշնչի քանակը կա, թե որ լեզուներով ինչքան Աստվածաշունչա պահված։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, վերևից երրորդը հայերենն է, 3000-ից ավելի ձեռագիր ունենք պահպանված, հիմնականում նոր կտակարանին։ Իսկ եթե օրինակ համեմատենք մեր հարևան երկիր Վրաստանի հետ, վրացիների քանակը իրենց ունեցած ձեռագրերի ընդամենը 43 է։ Պատկերացնենք 3000-ը և 43-ը։ Մեզանից բարձր են իրենց քանակով միայն լատինները, որոնք 10,000 ձեռագիր ունեն, և սլավոնները, բայց ուզում եմ այստեղ հստակեցնել, որ լատիներենով ամբողջ արևմտյան Եվրոպան էր սովորում, թույլ չէին տալիս, որ ուրիշ լեզուներով թարգմանվի, այսինքն մի ամբողջ արևմտյան Եվրոպայի լեզուն էր լատիներենը, ոչ թե մի երկրի, իսկ սլավոներենը նորից մի երկրի լեզուն չի, ամբողջ արևելյան Եվրոպա հիմնականում սլավոներեն են խոսում, բայց սլավոներենի պարագան նաև տարբեր է, որտեղ իրանցը հետագայի ձեռագրեր են և մաքուր ձեռագրեր չեն, այլ խոսքով, եթե իրական հաշվի առնենք նաև մեր կորցրած ձեռագրերը, որ թուրքերը, պարսիկները, արաբները, մուսուլմաններից բացի աթեիստները վառեցին, ոչնչացրեցին, մեր ձեռագրերը ավելի շատ են, քան ամբողջ քրիստոնեական աշխարհի ձեռագրերը իրար հետ վերցված։ Ինչ է սա խոսում, որ հայը սիրել է Սուրբ Գիրքը, հայը կարդացել է Սուրբ Գիրքը, Սուրբ Գիրք եղել է շատ թանկ արժեք, նաև նյութական առումով, որովհետև ամեն մի թերթը մի մագաղաթ էր, իսկ մի մագաղաթը մի կենդանի հիմնականում, պատկերացրեք այդ ամենաթանկարժեք արժեք ունեցող նյութը անընդհատ ձեռքերով գրվել է ձեռագրերի մեջ, գրիչների կողմից և ժողովրդին է փոխանցվել, որ ժողովուրդը Աստծո խոսքը կարդավ։ Երկրորդ նման ազգ պատմության մեջ գոյություն չունի ու չի եղել և սա փաստ է։ Գալով ավետարաններին, ինչպես որ ասացի, ունենք 4 ավետարան և այսօր խոսելու ենք ուրեմն Մարկոսի ավետարանի մասին, բայց ավետարանները ինչի են համարվում գոնե մեզ համար, քրիստոնյաներիս համար կարևորագույն մասը։ Հրեաների համար օրենքն է, Թորան է, առաջի 5 գրքերն են, քրիստոնյաներիս համար ավետարաններն են, որովհետև ավետարանը մենք հավատում ենք, որ Աստծո ուղիղ խոսքն է, դրա համար Սուրբ Պատարագի ժամանակ հաճախ մենք կլսենք, որ ասում է պրոսպում է, ասե Աստված, երբ որ ավետարանն են թերցվում, բոլորս ոտքի ենք կանգնում և ասում ենք ուշադրություն, բայց իմ կարծիքով, իմ ուսումնասիրության ոչ թե ուշադրություն, այլ ծնկի եկեք հունարեն բառը, պրոսպունեո բառն է, Աստված է խոսում։ Ինչ է այստեղ դուրս գալիս, որ մենք հավատում ենք, որ երբ որ ավետարանը են թերցվում, Աստված խոսում է այդ պահին ու բոլորս միասնաբար լսում ենք Աստծո խոսքը, հա թե ինչու ինքն այսքան կարևոր է։ Բայց հիմա, որ մենք ավետարան ենք ասում, մենք հասկանում ենք այս 4 գրքերը, երբ որ առաջի եկեղեցին էր ձևավորում, հենց անմիջապես Քրիստոսի ու իրենից հետո, իրեն գրքերի նկատի չունեին, իրենք նկատի ունեին բարի լուրը, ավետիսը, good news, Evangelion, հենց ինքնին նշանակում է բարի լուր։ Եվ այս բարի լուրը օրինակի համար 60 անգամ օգտագործվում է հիմնականում Պողոս առաքյալի թղթերում, Պողոս ավետարան չի գրել, բայց Պողոսը մշտապես ժողովրդին այդ բարի լուրն էր փոխանցում, որ մարդ հարարած, խավարից լույս եք, ինչպես որ մենք նոր ընթերցում ենք, չէ, շնորհալու աղոթքը միասնաբար, մենք կյանքի ենք կոչվել ու դրա համար այստեղ տեսեք մի քանի անգամ օգտագործում է Քրիստոսի ավետարան բառը, կամ Աստծո ավետարան բառը, կամ խաղաղության ավետարան բառը, կամ փրկության ավետարան բառը, այլ խոսքով ավետարանը իմ ու ձեր խաղաղության համար է, իմ ու ձեր փրկության համար է, իմ ու ձեր լուսավորության համար է, և սա է, որ մենք խոսում ենք, իսկ ամենահին բառը գրքին, նոր կտակարանյան գրքերին, որ տրվել է քրիստոնյաների կողմից,
Դեռևս 1550-160-ականներին Հուստինոս վկայի կողմից անգլերեն Justin Martyr վկա էր նահատակվեց Քրիստոսի համար, ինքը գրքերը կոչվում էր Apostolic Memories, առաքելական հիշողություններ։ Այլ խոսքով այս գրքերը ամենասկզբից կոչվել են առաքելական հիշողություններ։ Ինչու՞։ Որովհետև երբ որ առաքյալները պիտի մահանային, դե բնականաբար մահանում էին, մարդիկ չէին ուզում կորցնել այդ միտքը, իսկ լեզվից լեզու շատ էր փոխվում բառը։ Ես մի բան եմ ասում, մյուս ուրիշ, երրորդ, ու այսպես մեկ է տեսար 10 հոգու հետո միտքը լրիվ փոխվեց ու դրա համար խնդրում էին այն մարդկանց, ովքեր որ կամ առաքյալներին կամ առաքյալների անմիջական աշակերտներին, որ գրի առեք առաքելական հիշողությունները, ինչ որ իրենք հիշում էին Տիրոջ մասին կամ իրենց մասին, որ չկորի։ Եվ դրա համար ինքնին հենց առաջի բառը ավետարանի նաև կարելի ասել առաքելական հիշողություններն են։ Մեզ մոտ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճար եթե մտնեք, կտեսնեք, որ այս վերջերս արեցինք 4 անկյուններում 4 ավետարանիչները կան եւ իրենց սիմվոլիկան կա։ Սա էլ կարևոր է, սա էլ վերցված է Սուրբ Գրքից, որովհետեւ մեզ համար ավետարանիչները այլ խոսքով իրենք վկայված են դեռ 5 կտակարանից, որ պիտի լինեն այս մարդիկ, ովքեր որ վկայելու են Քրիստոսին։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, հնում ինչ էինք ասում, ընդհանրապես, այս էլ եթե 2 կամ 3 հոգի հավաքվեն, այնտեղ ճշմարտությունը կա, վկայությունը պիտի լիներ։ Աստված ուզում էր, որ ոչ թե 2 կամ 3, այլ 4 տարբեր վկայություններ լինել, այլ խոսքով 4D, 3D ունենք, չէ՞, 4D ձևով ներկայացել, 4 անկյուններից Քրիստոս ներկայացվել, որ հանկարծ որևէ բան չպակասել։ Եվ Մատթեոսը այլաբանորեն ներկայացնում էր իբրև մարդը, որովհետև Մատթեոսը սկսում է Քրիստոսի մարդաբանությունից, ծագումնաբանությունից, ազգաբանությունից, Մարկոսը, որ պիտի սերտենք, առյուծն է, որտեղ ինքը առյուծի նման միանգամից հայտարարում է հրեաներին, որ Քրիստոսն Աստծո որդին է, Մեսիան է, որը որ հրեաների համար մի չէ, որը անընդունելի է, Ղուկասը իբրև ցուլ, որը որ զոհողության նշանն ունի, որովհետև մենք այստեղ տեսնում ենք նաև զոհաբերությունը քահանայական, որ կատարում է Ղուկասի մոտ, ինքը ավելի շատ զոհության մասին է, իսկ Հովհաննեսն իբրև արծիվ, որովհետև Հովհաննեսը լրիվ տարբերվում է սինոպտիկներից, համատեսական ավետարաններից առաջի 3-ից, ինքը միանգամից Սուրբ Հոգով վերևից է կարծես սկսում, օրինակ հիշենք առաջի տողերի սկզբանը էր բանը եւ բանն Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր։ Լրիվ տարբեր մոտեցում ու դրա համար փաստորեն այս համեմատական արդեն Սուրբ Իրինիոսը 140 թվերից սկսած կամ 140-ից մինչև 200 թիվ սկսեց ներկայացնել եւ սրանք այդ նկարներն են, մեր վստահ եմ բոլորս էլ Մայր տաճարում եղել ենք, որոնց մասին ես խոսում էի։ Հիմա արդյոք բոլոր գրքերը կարող են ավետարան կոչվել, բնականաբար ոչ։ Որոշակի պարամետրեր կան, չափանիշներ կան, որոնց հիման վրա այս գիրքը կընդունվեր իբրև ավետարան, կամ չէր ընդունվի իբրև ավետարան։ Դրանք 4-ն էին։ Առաջինը պետք է գրված լիներ Սուրբ Հոգու ներշնչանքով, այլ խոսքով, ինչպես որ Աստվածաշունչ բառի մասին խոսեցինք, եթե Սուրբ Հոգու ներշնչանք չկա, եթե մարդ չի զգում դա, իսկ դու զգում ես, դու հասկանում ես դա ավետարան չի կարող լինել, դա Սուրբ Գրքի մաս չի կարող կազմել։ Երկրորդը, որ մարդկային պարագան է ու շատ կարևոր, պիտի ականատեսի կողմից գրված լինի։ Այլ խոսքով, եթե մեկը ասում է, որ Քրիստոս սենց արեց կամ սա ասաց, ինքը պետք է այնտեղ լիներ, որ վկայեր, eyewitness պետք է լիներ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև եթե eyewitness չի, եթե վկա չի, մեկը կարա երևակայի ու այդ երևակայության շատ գրքեր եկան հետագայում, որոնք որ ասում են, որ սա էլ է ավետարան, բայց քանի որ եկեղեցին ուներ իր հստակ ուսմունքը, հստակ հասկացան, որն է վկայի խոսք, որն է երևակայություն։ Երրորդը պետք է գիրք լիներ, որ բոլորի կողմից ընդունված է, որ չլինեին կեսը ընդունեին, կեսը չընդունեին, եւ չորրորդը ինքը պետք է օգներ, որ հոգեվոր ու առողջ զարգացում տար մարդուն, որ մարդու կյանքը փոխեր, դեպի դրականը, դեպի լավը, դեպի լուսավորը։ Եթե այս 4 կետերը կային, ուրեմն այդ գիրքը կարող էր համարվել ավետարան կամ Աստվածաշնչի գիրք։ Այս դեպքում հենց ավետարաններն այդպիսին են։ Երկուսը գրվել են առաքյալների կողմից, Մատթեոսն ու Հովհաննեսը, իսկ երկուսը գրվել են առաքյալների օգնողների կողմից, որոնք որ այս դեպքում Մարկոսն են եւ Ղուկասը։ Անշուշտ հիմա գալիս ենք այսօրվա մեր նյութին, Մարկոսի ավետարանին ու հասկանանք, թե նորից այս նկարը այնքան հրաշալի է, անընդհատ այս 2 օր այս նկարն եմ նայում ու զմայլվում եմ մեր մանրանկարիչների այս հրաշալի
Այս ինչպես է character-ate, ինքը կարողացել ստեղծի մոտ 800 տարի առաջ։ Հիմա հասկանանք, թե ով է Մարկոսը։ Ամենակարևոր բանը, բոլոր ավետարանների հեղինակները չեն ասում, որ իրենք են հեղինակը։ Չկա միտեղ, որ Մարկոսի մեջ կամ Մատթեոսի մեջ ընթերցենք, որ գիտես ինչպես դա 5 տակարանում։ Նորը մի քիչ տարբեր է, միտքը հետևյալն էր, որ որևէ մեկը իր անունը չի դրել, ասենք ես, եթե այսօր ինչ է, մեկը գիրք է գրում, առաջի տեղը գրում է, հեղինակ, այս ինչ, չգիտեմ, խմբագիր, այս ինչ եւ այլ, այս ինչ վայրում, այս ինչ տեղը, այս ինչ թվի։ Հնում այդպիսի բան չկար։ Ոչ հեղինակի անունն էր դրվում, ոչ գրության վայրն էր գրվում, ոչ խմբագրի անունն էր գրվում, ոչինչ, ու ինչու չէին անում, որովհետև խոնարհ էին, որովհետև չէին ուզում դա իրենց անձին վերագրել եւ գոռոզանալ ու հպարտանալ ու ասել, որ մենք ենք արել այս ամենը։ Սա իրենց անձնականի համար շատ լավ էր, բայց մեր համար դժվարություն է ստեղծում, որովհետև մենք չգիտենք ով է գրել եւ դրա համար մենք ամբողջությամբ հետևում ենք ավանդությանը։ Եվ ինչ է ասում ավանդությունը, շատ հստակ է դեռ Պապիասից սկսած, այս անունները ձեզ շատերի կարող է անտեղյակ լինեն, բայց պատկերացրեք ամենաառաջի քրիստոնյաները առաքյալներից հետո, այլ խոսքով երկրորդ սերունդ, երբեմն առաջի ու երկրորդ սերունդ, իրենք հստակ ասում են, որ օրինակի համար այս գիրքը գրողը, այս ավետարանը գրողը, այս ինչ անձն է։ Այս դեպքում ուզում եմ մեջ բերել հենց Պապիասի խոսքը, որ ասում էր Մարկոսը դարձել էր Պետրոսի թարգմանը, ով ճշգրտությամբ, բայց ոչ հերթականությամբ գրեց այն խոսքերն ու գործերը, որոնք Պետրոս առաքյալը հիշում էր Քրիստոսի մասին։ Նա մեծ փութաջանությամբ փոխանցեց ամեն ինչ եւ որևէ սխալ միտք չմտցրեց գրքի մեջ։ Այս վերջինն էլ շատ կարևոր է, մի քիչ առաջ մենք խոսում էինք ձեռագրերի մասին եւ շատ հստակ է, որ Աստվածաշնչի մեջ որևէ բան չփոխվի, ինչ որ կա, դա փոխանցի։ Իսկ այս Պապիասը մտերիմ ընկերներ նաև Պոլիկարպոսի։ Թերևս շատերը Պոլիկարպոսի մասին գիտեն, որովհետև Պոլիկարպոսը այդ հայտնի նահատակն էր, որ նաև նահատակվեց Քրիստոսի հենց ժամանակակիցն էր, Հովհաննես առաքյալի աշակերտը, եւ իրենք երկուսով իրար հետ էին եւ իրար հետ մտերմություն են անում, ուրեմն ամենավաղ շրջանն է եւ հենց այս Պապիասի ու Պոլիկարպոսի նաև վկայությունները կան եւ հետաքրքիր է, որ Պապիասը երբ որ խոսում է այս մասին եւ Սևիոսի մեջ ենք սա կարդում, ասում է այդ ավանդությունը, որ ես վերցրեցի, որ գիտեմ, ինձանից առաջ է եկել եւ եթե իրանից առաջ է եկել, իսկ ինքը առաքյալների անմիջական հետնորդն է, բնականաբար ուրեմն գալիս է առաջի դար, առաքելական շրջանից արդեն գիտենք, որ Մարկոս անձն է հեղինակը։ Եվ այս վկայությունները նաև գալիս են երկրորդ-երրորդ դարում։ Դերևս չեմ ուզենա ձեզ շատ խճողել, այստեղ ամբողջ նյութը կա, բայց ուղղակի ուզում եմ վստահեցնել, որ առաջինից երկրորդ դարերում շատ հեղինակներ, նրանք ովքեր որ անվանի են, ասենք այսօրվա Շեքսպիրի նման մեծություններ հին շրջանում, խոսում են շատ հստակ տարբեր վայրերում, մեկը Եգիպտոսում, մեկը ասենք Պաղեստինում, մեկը Իրինիոսի նման կամ Երանոս Ֆրանսիայում, Լիոնից էր ինքը, Հայաստանում, այլուր, որ այս մարդն է կոնկրետ հեղինակը եւ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հեղինակը Մարկոս ավետարանիչն է։ Եվ ինչ է դուրս գալիս այստեղ 5 կետ, որ եկեղեցին իր ավանդությամբ այդ առաքելական շրջանի գրիչները, հեղինակներն ասում են, որ հեղինակը Մարկոսն է, որ նա գրի առել Պետրոսի հիշողությունները, եւ սա շատ կարևոր հանգամանք է։ Պետրոսի հետ էր Հռոմում եւ Պետրոսը իրեն ասում էր ինչ կատարվեց եւ ինքը ուղղակի գրում էր Պետրոսի հիշողությունները։ Սա են ասում առաջի, երկրորդ եւ երրորդ դարի հայրերը։ Մյուսը Մարկոսը չի ցանկացել հերթականությամբ գրի առնել Տիրոջ կյանքը եւ սա ինչու ենք ասում, որովհետեւ ես հիմա այլի եմ խոսելու, Մարկոսի ավետարանը որ կարդում ենք, Քրիստոսի ծնունդը չկա։ Ինչպես կարող է մեկը սկսի Քրիստոսի կյանքը գրել ու Քրիստոսի ծնունդը չլինի։ Այդ կարևորագույն դրվագը Christmas չկա Մարկոսի ավետարանում, որովհետև շատ հստակ է, ինչպես որ հայերեն են ասում, իր ծրագիրը չի եղել chronological ժամանակագրությամբ դնել, այլ նպատակ եղել է Պետրոսի հիշողությունները դնել ու քանի որ ինքը ունեցել է նաև իրենից առաջ ավետարան, տեսել է դա, որ Մատթեոսի ավետարանն էր, նպատակահարմար չի գտել նորից այդ նույն մասին գրի։ Սա մեր եկեղեցու հայրերի
մոտեցումն է։ Եվ 5-րդ կետը ամենակարևոր, Մարկոսը հնարավորին ամփոփող է գրել իր լսածը, որևէ տառ չի ավելացրել, ինչպես որ Քրիստոս էր ասում, եւ որևէ տառ չի պակասեցրել։ Սա ավանդույթն է, մենք իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդներ բնականաբար մեծ հարգանք ու պատկառանք ունենք եկեղեցական գրականության հանդեպ, բայց ցավոք այսօր բողոքականյան կամ ավետարանական աշխարհը դա չունի։ Կասկածում են, չեն ընդունում, չեն հավատում, ասում են չէ եւ այլ եւ այլ։ Եվ քանի որ սա կա, ուզեցի նաեւ այստեղ տեսնել արդյոք ավանդության հետ Աստվածաշնչի մեջ ինչ որ բաներ կան, որոնք խոսում են նաեւ Մարկոսի մասին։ Եվ առաջինը Գործք 12-ի մեջ է, երբ որ մենք տեսնում ենք, որ Մարկոսի անունը նաեւ Հովհաննես էր, երբեմն երկու անուն են ունենում, ինչպես մենք էլ այսօր հաճախ ունենք, մոր անունը Մարիամ է, եւ իրենց տանը ծածուկ հավաքվում էին քրիստոնյաները։ Գեշեք Գործք 12-ի մեջ, երբ որ Պողոս Առաքյալին հրեշտակը հրաշքով ազատեց, եւ Պողոսը վախեցած կամ երբ որ ասում է ինքն իրեն գտավ, ուզում եմ ընթերցել, եւ Պողոս ուշքի եկած լինելով, եկավ Մարիամի Մարկոս կոչված Հովհաննեսի մոր տունը։ Այնտեղ հավաքվել էին շատերն ու աղոթք էին անում։ Եվ հստակ եկեղեցին ասում է, որ այդ տունը, որտեղ քրիստոնյաները ծածուկ վախեցած հավաքվել ու աղոթք էին անում, դա այդ նույն վերնատունն է, որտեղ նաև պատարագ եղավ, որտեղ նաև հոգեգալուստը եղավ, որ շուտով մենք պիտի նշենք։ Եվ այդ հոգեգալուստի այդ սենյակը, որտեղ որ ամեն ինչ կատարվեց, Մարկոսենց տանն էր, Մարկոսի մոր Մարիամի տունն էր, որտեղ եւ Պողոսը գնաց բանտից փախնելով։ Մյուս տեղը, որ առաջի Պետրոս 5-ի մեջ ենք ընթերցում, հասկանում ենք, որ Պետրոսն ու Մարկոսը իրար շատ մտերիմ են։ Ընդհանուր այնքան, որ Պետրոսը Մարկոսին կոչում է իր որդին։ Բնականաբար հասկանում ենք, որ իր արյունակից որդին չի, բայց իր հոգե զավակն է, ու դրա համար առաջի Պետրոս 5-ի մեջ ընթերցում ենք. ձեզ ողջելում է Բաբելոնում գտնվող եկեղեցին, որ ընտրված է ձեզ նման, ինչպես նաև իմ որդի Մարկոսը։ Մենք այս մասին խոսել ենք, հուսամ ոմանք կհիշեն, Բաբելոն, որ ասում էր, ինչի նկատի ուներ։ Որ քաղաքը։ Որտեղ Բաբելոն էլ չկար, Բաբելոնը արդեն 700 տարի առաջ կործանվել էր Հռոմը։ Ուրեմն հենց այստեղ է, որ հաճախ նաև Հռոմը կոչվում էր հին գրականության մեջ Բաբելոն, ու այստեղ մենք տեսնում ենք, որ Պետրոս Առաքյալը հենց վայրն է նշում Հռոմը, եւ միևնույն ժամանակ նաև իր որդուն Մարկոս է կոչում, ասելով, որ իրենք այսքան մտերիմ են։ Բացի դրանից, Մարկոսը Բարնաբասի, որ Պողոս Առաքյալի գործակիցն էր, եղբոր որդին էր։ Սա էլ մենք ընթերցում ենք Կողոսացիս 4-ի մեջ։ Երբ որ ասում է ձեզ ողջունում է Արիստարքոսը, իմ բանտակիցը, ինչպես նաև Բարնաբասի եղբոր որդին Մարկոսը, որի մասին հրահանգ ունեք, որ ձեզ եթե մոտ գա, ընդունեք նրան։ Ուրեմն նաև տեսնում ենք, որ այդ հորական կողմն էլ է բացահայտվում Մարկոսի, եթե մայրը Մարիամն էր եւ իրենց տանը վերնատունն էր, հորական կողմն էլ Բարնաբասի եղբայրն էր, որը մեծ առաքյալ էր եւ Պողոսի գործակիցն էր։ Մեկ այլ տեղ էլ մենք տեսնում ենք, որ Փիլեմոնի մոտ, որ վերջում արդեն, քանի որ Պողոսն էլ Հռոմ էր, ինչպես Պետրոսը Հռոմում մահացավ, այնպես էլ ավանդությունը ասում է, որ Պողոսն էլ Հռոմում մահացավ, փաստորեն Պետրոսից հետո Պողոսի հետ էր Մարկոսը, ու դրա համար Պողոս Առաքյալը գրում է. ձեզ ողջունում է Եպափրասը իմ գերության ընկերը ի Քրիստոս Հիսուս, ինչպես նաև Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը եւ Ղուկասը իմ գործակիցներ, ինքը Հռոմում է, բանտում է եւ Մարկոսը իր հետ է։ Ուրեմն փաստորեն ավանդությունը սա է։ Մարկոսի ավետարանը գրվել է Հռոմում, Պողոս Առաքյալի թելադրանքով, ոմանք ասում են մի մասն է գրվել, որից հետո Առաքյալի մահվանից հետո ինքը շարունակել ու ավարտել է։ Ոմանք ասում են ամբողջությամբ է գրվել, ավելի տարածված են կարծիքը, որ սկսել է Պետրոսի հետ, հետագայում որոշ մասեր Պետրոսի մահից հետո, քանի որ հիշում էր գրի առավ եւ գրի առել ուրեմն Հռոմում 60-ական թվականներին։ Եվ սա շատ կարեւոր է, որ մենք հիշենք։ Հիմա ինչու այսքան ասեցի, որտեղ հիմա սկսում է խնդիրը, խնդիրը։ Մարկոսի ավետարանը ամենից շատ քննարկված ավետարանն է եւ Մարկոսի ավետարանի վերաբերյալ 4 կարծիք կա։ Մտածում եմ, որ սա ձեզ պետք չի, որովհետեւ եկեք մի անգամից հոգեվորին անցնենք, ժողովուրդը սիրում է հոգեվորը, բայց նաեւ սա շատ կարեւոր է այն բանի համար, որ ոմանք
այս վիդեոները կլսեն, իսկ սա ես ամեն անգամ չեմ ասելու, որտեղ ես հիմա այսօրվա ակադեմիայի հակառակ միտք եմ ասելու, որը որ մեր եկեղեցու ընդունված միտքն է եղել, եւ հետեւյալն է, 4 ձևի մոտեցում կա։ Ավանդաբար բոլոր եկեղեցիները մինչև 1835 թիվ, խնդրում եմ հիշենք այս թիվը, ասում են, որ Մարկոսը գրվել է Մատթեոսից հետո Պետրոս առաքյալի հիշողությունների հիման վրա, ինչ որ մինչև օրս ես ասեցի։ Եվ մինչև 1835 թիվ սա ընդունված կարգ էր, բոլորը ընդունում են սա, բայց Լախման անունով Սուրբ Գրքի հեղինակ 1835 թվին կանգնեց ու ասաց իր ուսումնասիրությամբ, ինքը կարծում է, սա բոլորը հիպոթեզ են, որ Մարկոսը Մատթեոսից առաջ է գրվել։ Հետո Մարկոսից հետո Մատթեոսն ու Ղուկասն են արտագրել Մարկոսի պարունակությունը։ Որոշ բողոքականներ էլ ավելի նրանից առաջ, այս դեպքում Գրիսբախը 1700-ականների այս վերջերին ասում են, որ չէ, Մարկոսը Մատթեոսի եւ Ղուկասի ավետարանները իր ձեռ ունեցել է եւ սղագրել է այդ երկուսը։ Իսկ աթեիստ աստվածաբանները կամ այս դեպքում ոչ թե աստվածաբանները, նաեւ Սուրբ Գրքի մասնագետ, որոնք շատ են, կարող է ոմանք զարմանան, բայց աթեիստ մասնագետները Սուրբ Գրքի շատ են, ասում են, որ որևէ այս ավանդությունը, ինչ որ ասվում է, ինչ որ ես ընթերցեցի, սա սխալ է, չենք ընդունում, Մարկոս անունով մարդը ընդհանրապես կապ չունի այս ավետարանի հետ։ Ուրեմն տեսեք ինչ է դուրս գալիս։ Ուղղափառ եկեղեցիները առաքելական միտեղ են, աթեիստները լրիվ մերժում են ամեն ինչ, բողոքականները երբ որ իրենց պետք է ընդունում են մի բան, երբ որ պետք չի չեն ընդունում։ Ընդունում են, որ Պետրոսն է հեղինակը, որովհետև եթե Պետրոսին չընդունեն, ավետարանի արժեքն է գնում, բայց չեն ընդունում, որ ինքը Մատթեոսից հետո, այսինքն choose and pick են անում, անգլերենով ասած, իսկ ընտրել կամ նախընտրել բառը հունարենում ես միշտ ասել եմ, գիտեք որ բառն է, երբ որ մի բան հավատքի մեջ ընտրում ես, մի բան չէ, մի բան highlight ես անում, John 3:16-ը highlight ես անում, բայց John 3:17-ը չես անում, ընտրում կամ նախընտրում ես ինչ որ բան, ինչ է այդ բառը հունարենով, ասա, heresy, հենց heresy բառը, հերետիկոսություն բառը, հենց այդ բառն է հունարենով ընտրել կամ նախընտրել, այդ խոսքով մենք էլ մեր կյանքում պիտի շատ զգուշ լինենք, մանավանդ Սուրբ Գրքի հետ կապված, ընդունում ենք ամբողջությամբ եւ չենք ընտրում կամ նախընտրում, չենք ասում ես համարը սրտից դուր եկավ, այս մեկը այդքան չէ, որտեվ Աստծո խոսքը ինքնին ամբողջությամբ Աստծո խոսքն է։ Կաթոլիկները հետաքրքիր են, կաթոլիկները դարասկզբից Պիոս 9-րդ պապից սկսած որդեգրեցին բողոքականյան մոտեցումը, բայց հիմա 21-րդ դարում 2025 թվականին հասկացել են, որ դա սխալ է ու արդեն հետ են կանգնել։ Եվ այս մասին էլ հետագայում խոսենք, սա լավ հարցեր որ տվեցիր։ Ու ինչպես են իրենց արդարացնում։ Ասում են Դիոգոստինոս Երանելին ասել, որ Մատթեոսից հետո Մարկոսն է։ Իսկ հիմա մենք էլ ասում ենք, որ Մարկոսն է Մատթեոսից առաջ, բայց սա ճիշտ չի, սա անկեղծ չի, սա թյուր է, որովհետև ես որ ընթերցեցի, որ Օգոստինոս Երանելին 430 թվին է մահացել։ Մինչև 430 թիվ առաջի դարից Պապիասից սկսած բոլոր հայրերը խոսում են այս մասին, եւ այնքան ցավալի է, որ անկեղծ չեն գտնում։ Բնականաբար պարզ հավատացյալ այս չի իմանալու, դե ասում են մի մարդու անուն են տալիս, երկրորդ մարդու ասում են սա սխալ է, սա ճիշտ է, բայց երբ որ ամբողջ եկեղեցու պատմությունն ես նայում, հասկանում ես, որ մի մարդ չի, ամբողջ եկեղեցական ավանդույթ ես մերժում եւ որը որ անկեղծ չի, այդպես մոտենալը։ Բայց նույնիսկ եթե հիմա բողոքականյան այս տարածված միտքը ընդունենք, որ Մարկոսից են կոպի արել եւ այս բառը ուզում եմ շեշտել արտագրել Մատթեոսն ու Ղուկասը, այս դեպքում հարց է ծագում, բա ծննդաբանությունը։ Բա ինչպես եղավ, որ Մարկոսը, որ առաջինն էր գրում, բոլորից առաջինը, Հիսուս Քրիստոսի ծնունդը չգրեց։ Ու սա սովորական բան չի, սա բացառիկ ծնունդ է։ Սա Սուրբ Հոգուց ծնունդ է։ Եվ այստեղ հիմա այդ պատասխանը, այդ հարցը երբ որ տալիս ենք, պատասխանը հետևյալն է։ Դե գիտեք, ասում եմ, դրանից բացի Մարկոսից քուելլե կամ գերմաներեն չգիտեմ, աղբյուր քուելլեա գրվում։ Ուրիշ աղբյուր էլ է եղել։ Այն մասերը, որոնք որ Մարկոսում կարճ են, Մարկոսը 16 գլուխ է, Մատթեոսը 28, պատկերացրեք ծավալի տարբերությունը։ Գրեթե 2 անգամ ավելի մեծ է Մատթեոսը։ Ասում եմ, այն մասերը, որոնք որ չկան Մարկոսում, թեկուզ եւ այդքան կարևոր, օրինակ հայրմերը չկա Մարկոսում։
Եվ եթե մենակ Մարկոսը լիներ, մենք հայրերը չենք ունենու, երանիները չկան Մարկոսում։ Եթե չլիներ, երանիները չենք իմանա, ասում է դա էլ Q-ից են վերցրել։ Լավ, այս դեպքում նորից տրամաբանական հարց, եթե Q-ից են վերցրել եւ Ղուկասը եւ Մատթեոսը, որտեղ Մարկոսը չի գրել, արդյոք դա նույնը չպիտի լիներ։ Բայց ծննդաբանությունը, եթե կարդանք Մատթեոս լրիվ ուրիշ բան է, եթե կարդանք Ղուկաս լրիվ ուրիշ բան է։ Ինչպես եղավ, որ նույն աղբյուրից լրիվ ուրիշ բաներ վերցեցին։ Մատթեոսը ամբողջությամբ ծննդաբանությունը Հովսեփի հետ է, հրեշտակը Հովսեփի հետ է խոսում, Հովսեփին ասում է գնա երեխային տար, Մատթեոսի մեջ մոգեժն են, իսկ Ղուկասի մեջ հովիվներն են, Ղուկասի մեջ Աստվածամայրն է խոսում Գաբրիելի հետ, լրիվ տարբեր բաներ են։ Հիմա որ մենք Christmas Eve ենք անում, Christmas Carol-ներ ենք անում, մոգերին ու հրեշտակներին իրար մոտ ենք բերում դնում։ Բայց դրանք տարբեր բաներ են, մեկը Մատթեոսի ավետարան, մեկը Ղուկասի ավետարան, մենք ենք դրանք միացրել։ Այլ խոսքով, սա որևէ տրամաբանական բացատրություն չի տալիս եւ ընդհակառակը ինչ է մեզ անում, մեզ շատ լուրջ հիմքի շեղումի վրա է դնում։ Ու դրա համար այս հարցը տվեցի, գրեցի, իսկ ինչու եմ այսքան կենտրոնանում այս խնդրի վրա։ Քանի որ այն մտել է նաև մեր եկեղեցի եւ մի քանի ուսյալ հոգեվորականներ այս միտքն են ուսուցանում եւ տարածում մեզանում Մարկոսի առաջնահերթությունը։ Սակայն սա էլ հիմնական խնդիր չի, այս տեսակետը կամ ինքը հիպոթեզա ընդամենը խարխլում է վկայագրի կամ ականատեսի հիմքը։ Կհիշեք, որ երկրորդ ամենակարևոր կետը վկայագիժն էր, մեկը պիտի տեսած լինի։ Եթե Մատթեոսը, որ 3 տարի Քրիստոսի հետ է եղել, լսել է իր ականջով, տեսել է իր աչքերով, խոսել է Տիրոջ հետ, բայց օգտվում է Մարկոսից, որը ոչ լսել է, ոչ տեսել է, ոչ էլ խոսել է, դա առնվազն անտրամաբանական է։ Ինչ է դուրս գալի, որ Մատթեոսը չի այդ հեղինակը, առաքյալը այլապես ինքը կգրեր, ինչի էր ուրիշին հարցնում։ Ուրեմն դուրս է գալիս, որ Մատթեոսն էլ վկայագիր չի, ականատես չի, eyewitness չի։ Հերթով ինչ ենք անում, քանդում ենք ավետարանի հիմքերը։ Դրա համար այս նկարը դրեցի, Մատթեոսը վկայագիր չի, Մարկոսը արդեն իսկ վկայագիր չի, Ղուկասը վկայագիր չի, Հովանեսն է մնում, Հովանեսի համար էլ բողոքականյան ուսմունքն ասում է, ինքը ձկնորս էր, եւ մի ձկնորս չէր կարող այդքան խոր փիլիսոփայական մտքեր արտահայտեր, ուրեմն սա մի դպրոց է գրել, կոչում են Հովանեսյան դպրոց, Johannine School, եւ ասում են սա էլ մի հոգի չի, եւ ինչ եղավ, ամբողջ ուրեմն ավետարանի հիմքերը ինքը բողոքական Աստվածաբանը ինքն իր ձեռքով քանդում է։ Ժամանակին սովետական շրջանում մի հատ գիրք կար, որ հիմա գրադարանումս ունեմ, կոչվում է Զվարճալի Աստվածաշունչ։ Եվ այդ Զվարճալի Աստվածաշունչի հեղինակը աթեիստ մարդ էր, սովետական շրջանում 100,000-ներով այդ գիրքը տպում ու բաժանում են ժողովրդին, չէ՞ որ աթեիզմ էր քարոզվում, եւ հենց այդ հեղինակը Լեո Տաքսիլ հենց այս մոտեցումն է վերում ու ծիծաղում է այս մոդեռն Սուրբ գրքի մասնագետների վրա, ասում է դուք ինքներդ չեք հասկանում ինչ եք խոսում, ձեր Աստվածաշունչը զվարճալի է, բայց այս մարդիկ չեն տեսնում, որ իրական ուղղափառ հավատը բացարձակ կապ չունի բողոքականյան այս նոր մոտեցումների հետ եւ ինքը իր հիմքով գեղեցիկ 2000 տարի գնում է։ Ուղղակի ինձ ցավի ինչա, որ այսօր մտել է նաեւ մեր եկեղեցու մեջ եւ շատ ցավալին է, որ այստեղ գրում եմ առաջի երկրորդ սերնդի մարդիկ, որոնք անմիջապես Քրիստոսի հետ են եղել կամ աշակերտի հետ է եղել, իր հետ հաց են կիսել, ասում են մի բան, իսկ 100-րդ սերունդի մարդիկ, որտեղ մենք մոտավորապես 100 սերունդ հեռու ենք Քրիստոսից, ամեն մի սերունդը մոտ 20 տարի է, մոտ 100 սերունդ հեռու ենք Քրիստոսից, մենք ասում ենք, չէ, առաջի երկրորդ սերունդները սխալ են, հիմար են, ներողություն արտահայտում, բայց հենց այդ բառն են օգտագործում, they are stupid, եւ մենք ավելի լավ գիտենք 100-րդ սերնդի մարդին։ Ու ավելի ցավալին այն է, որ մենք չենք տարանջատում ուղղափառ ճշմարիտ Bible study, ու որտեղ որ Bible study կա, ու ներողություն գիտեմ, որ շատերս էլ անում ենք, մեկի տանը, մեկի վայրում, գնում ու սկսում ենք study անել առանց ու resource-ներ ենք օգտագործում, Google ենք անում, ստեղից ընդեղից հավաքում ենք, ու մեզ թվում է, թե մենք ճիշտ Bible study ենք անում առանց հասկանալու, որ այս ամբողջը critical historical method-ի հետևանք է, իսկ սրանից բացի նաև կա քաղաքական հետևանք։ Որովհետև այսօրվա մոդեռն Սուրբ գրքի մասնագետները ինչի նաև հին հայրերին մերժում են, որովհետև ասում են իրենք հակահրեական են, անտիսեմիտ են։
ու ասում են մենք չենք ընդունում այս գրականությունը, որը այդքան հակահրեական է, բայց հարցը տալիս, արդյոք ծագում, արդյոք հրեաները առաջի շրջանում պրո-քրիստիան էին, չէ՞ որ ամեն ինչ անում էին քրիստոնեության դեմ։ Եվ սա նաև այդ քաղաքական դրվագն է, որը որ մեր եկեղեցին չունի, իսկ մյուսը, որ բողոքականյան մոտեցումն է, իրանք տառի տեքստի վերլուծում են անում ընդհանրապես, այլաբանություն, allegory չկա։ Ամեն ինչ որ ասես տառացի ենք հասկանում, սա է բողոքականյան մոտեցումը, եւ այստեղ այս հարցն եմ ուզում տալ, երբ որ Քրիստոս Նիկոդեմոսի հետ խոսեց, կհիշեք Նիկոդեմոսին ինչ ասեց։ Ասեց, եթե դու նորից չծնվես, հա, եւ Նիկոդեմոսը տառացի հասկացավ ու ինչ ասեց, մորս որովայն ոնց մտնեմ։ Նայեք տառացի հասկանալու խնդիրը, երբ որ մարդ ուղիղ չի տեսնում, որտեղ Աստվածաբանությունը ինքը, Աստվածաշունչը ինքը բազում շերտեր ունի։ Քրիստոս երբ որ ասում էր սերմը ցանվեց, այդ սերմը նկատի ուներ Աստծո խոսք, երբ որ ասում էր փշեր, նկատի ուներ հոգսեր։ Այսինքն, եթե ամեն ինչ շատ պարզ ու ուղիղ ես հասկանում, ու նույն Աստվածաշունչ կարդալուց երկար տեղ չես գնալու, այսօր դա է որ կատարվում է։ Եվ դրանից բացի այսօրվա այս լիբերալ մտայնությունն է մտել, երբ որ ես այստեղ ֆուլերում էի սովորում, modern ways of biblical interpretation, այս էր թեման, դասը որ վերցնում էի, որտեղ ուզում էի նաև տեսնել այս նորորյա վիճակի ինչ է, որտեղ ես իմը ունեմ։ Եվ այդտեղ հասկացա, որ ամեն ինչ այսօրվա հիմնված է gender-ի, sex-ի, culture-ի, color of skin-ի, սրա նրա վրա ու ամեն ինչ փորձում են այդպես անեն, ընդհանուր այնքան որ արդեն որոշում են շատ աստվածաշնչներից դուրս են հանում հայր Աստված բառը։ Եվ ասում են հայր Աստվածը, հայր բառը ինկլյուզիվ չի։ Ինչ եք ասում հայր, ինչ եք ասում մայր։ Կամ հաճախ նորից այս մանրանկարչության մեջ տեսնում ենք, որ Քրիստոսին սևական են նկարում կամ նեղ աչքերով են նկարում, օրիենտալ են նկարում։ Այսինքն այսքան race, gender, class-ը մտել է նաև Սուրբ Գրքի մեկնության մեջ, եւ իմ կարծիքով այս մասը race, gender, class-ը ավելի առաջնահերթություն է, priority է դարձել։ Իսկ Քրիստոս կարծես այդտեղ անկյունում եմ դրել, դարձել է secondary, երկրորդական։ Բայց խորքի մեջ Քրիստոս եկավ, որ հենց այդ race-ը, gender-ը, class-ը միացնի։ Քրիստոս եկավ ասելու համար, որ Պողոս առաքյալի մոտ ենք սա ընթերցում, որ չկա այլևս հրեական հեթանոս, ծառա կամ տեր, այլ կա Քրիստոս, որը բոլորի մեջ է ու բոլորի հետ։ Քրիստոս եկավ միավորելու, մենք այսօր ավելի ենք բաժանում ամեն ինչ, ու սա կատարվում է մեր աչքերի դեմ։ Ու դրա համար, քանի որ այս քաոսի մեջով փորձեցի շատ նուրբ, ձեզ շատ չծանրաբեռնել, անցնել ուզում եմ նորից վերադարձնել այսօրվա նյութին ու հիշեցնել, որ մենք հստակ ասում ենք, որ հեղինակը Մարկոս Ավետարանիչն է, որ նա գրի առել Պետրոսի հիշողությունները, որ Մարկոսը չի ցանկացել հերթականության գրի առնել Տիրոջ երկրավոր կյանքի դրվագներ, այլ կարևոր մասերն է իր համար դրել։ Պետրոսը համաձայնել է այս նախաձախրծությանը, Պետրոսը օքեյ ա եղել, տեսել է այս ամեն, եւ ի վերջո Մարկոսը փորձել է հնարավորինս անի, որ ավետարանից որևէ մի բան չպակասեցնի։ Եվ հիմա այստեղ է գալիս, որ մենք հասկանանք, որ մեր եկեղեցին իրապես հենց հին հայրերի մոտեցմամբ է մոտենում, այսինքն փորձում է մեկս մյուսին միավորել, ոչ թե բաժանել մեկս մյուսին, եւ եթե ոմանք կան, որ խնդիր ունեն Աստվածաշունչը հասկանալ, որ առաջինը ես A եւ M, չկա մեկը, որ կասի, որ Աստվածաշունչը գիտի։ Աբրահամ անունով ասորի մեծ սուրբ կար 4 դարի, ասում էր, եթե Ադամից սկսած մինչև մարդու վերջի մարդը Աստվածաշունչը ամեն օր մարդ սերտեր եւ նույնը չենք կարողանալու ամբողջությամբ հասկանալ, բայց սա ինքնին նաեւ մեկ այլ ծայրահեղության է տալիս, դե ասում ենք բարդ է ու չենք ուզում կարդալ։ Չէ, այս դեպքում եկեղեցու հայրերը հրաշալի միտք են ասում, երբ որ ասում են, տեսեք, գետակը երբ որ գնում է, մեծ գետ կամ ասենք գետակ չասենք, գետը գնում է, այո, մենք բոլորս այդ ամբողջ գետի ջուրը չենք կարող խմել։ Ես չեմ կարող այդ գետի ջուրը խմել, բայց սա չի նշանակում, որ ես չպիտի գնամ ու ինչ չափով այդ գետի ջրից չօգտվեմ, որովհետև ես եթե ծառավ եմ, պիտի խմեմ։ Ուրեմն չկենտրոնանանք, որ ամբողջը պիտի իմանանք, ամբողջ Աստվածաշունչը պիտի կատարյալ հասկանանք, այլ կենտրոնանանք մեր կարողության չափի վրա ու ամենակարևորը հարատևենք։ Այսօր Վարդանին է ասում, որ կարևորը քրիստոնեական կյանքում հարատևելն է, որ կարող ու եթե
Ինչու եմ սա ասում, այսօր եկա Bible study, վաղը չեկա, մի 3 օր հետո նորից եկա, հետո չեկա կամ պատարակների նման քրիստոնյա չի լինում, ինքներս մեզ ենք խաբում, եթե անում ենք որևէ գործում, որևէ առաքելության մեջ հարատևություն և իրապես դիսցիպլին, ինչ-որ նաև Վարդանն էր ասում, այս ամբողջը պիտի կարողանանք ունենալ, այլապես չի լինելու, և այստեղ նաև հիշեցի Ղուկաս 11-ը, որ այնքան կարևոր էր, որ ասում է Երանի նրանց, Քրիստոսի բառերն են սրանք, ովքեր լսում են Աստծո խոսքը և շարունակում է և կատարում, որովհետև հաճախ ես ու կարող ենք անկես լինել մեզանից շատերը լսում ենք, it makes sense, հասկանում ենք, բայց արդյոք կատարում ենք, և դրա համար էր Քրիստոս այս բառերը ասի, երանի նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, սա ինքնին արդեն օրհնությունն է, որ Աստծո խոսք ենք լսում, աշխարհը չի թույլ տալիս, որ մենք Աստծո խոսք լսենք, բայց դա բավարար չի, նաև մենք պիտի փորձենք այն կատարել, և որի հետևանքով մենք սկսում ենք անձնական կապ ստեղծել Քրիստոսի, ծանոթանալ Քրիստոսին, շփվել Քրիստոսի հետ, դառնալ մեկ Քրիստոսի հետ, սա ընթացք է, սա միանգամից չի լինում, սա ժամանակի ընթացքում է լինում, կամաց հարատևում ենք, համբերությամբ մոտենում ենք, ու Քրիստոս, որ մեր համար վերացական էր, սկսում է դառնալ շոշափելի, իրական, տեսանելի, ու ի վերջո անձը Հիսուս Քրիստոս բառը սկսում է դառնալ Տեր, որովհետև այդ Տեր բառը պիտի ապրես, որ Քրիստոսին Տեր կոչես, ինքը դառնում է քո Տեր, ու դրանից հետո նաև Թովմասի նման Հովհաննես 20-ի մեջ պիտի փորձենք ոչ միայն անգամ Տեր իրեն կոչել, այլ Աստված, Տերին և Աստվածին, ուրեմն սա ընթացք է, որ մենք անցնում ենք, բայց մենք կարող ենք սա անցնել միայն ու միայն, եթե ավետարանի մեջ ենք, եթե եկեղեցու կյանքում ենք, և սրա հետ կապված առաջնահերթությունը խոնարհությունն է, հայը այդքան խոնարհությամբ չի փայլում, մանավանդ մեր օրյա հայը, ժամանակի հայը հրաշք է եղել իմ կարծիքով, այսօրվա հայը լրիվ տարբեր է, մեզանից բոլորը ամենագետ են, ամեն ինչ գիտեն, և սա նաև մենք վերագրում ենք Աստծո խոսքին ու Սուրբ Գրքին, մարդ հետաքրքիր ասում ես գնա վիրահատություն արա, ասում է ես ոնց վիրահատություն անեմ, ես դեռ չեմ սովորել, բայց Աստվածաշնչի գիտակա մի անգամ կարդալով կամ ընդհանրապես չկարդալով, խորքի մեջ Աստծո խոսքը անչափ ավելի բարդ է ու անչափ ավելի խորքային է, քան անգամ վիրահատությունը, բայց մենք մեզ բոլորս գիտակ ենք կարծում Աստվածաշունչ Մատթեյանի, ու դրա համար այստեղ խոնարհությունն է պետք, ու դրա համար էր, որ Մատթեոս 11 այս դեպքում ասում էր շնորհակալ եմ Հայր, Տեր երկնի և երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից և գիտուններից և հայտնեցիր մանուկներին, իմաստուններին ու գիտուններին չտվեցիր, այլ մանուկներին տվեցիր, իսկ ովքեր են մանուկները, ովքեր մանուկի պարզությամբ են մոտենում Աստծո խոսքին, և Աստծո կամոք, քանի որ Տեր Հայրը մասին խոսեց Տեր Խաչակը, սկսում ենք ընթացքը, Աստծո կամոք իրապես սկսենք մանուկի պարզությամբ, և մեկ այլ տեղ այս դեպքում Պետրոս առաքյալն էր ասում էր Աստված հակառակ է անվարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ, փորձենք խոնարհաբար մոտենալ Աստծո խոսքին, որպեսզի ունենանք շնորհ և ի վերջո հասկանանք, որ ինչքան էլ մենք ջանք ենք թափելու շուտով մյուս չորեքշաբթի օրվանից սկսած Աստծո կամոք, ամեն ինչ մեզանից կախված չի, կա նաև Տերը, որովհետև նույն Ղուկաս 24-ի մեջ մենք ընթերցում ենք, որ Քրիստոս արդեն հարուցյալ Քրիստոս ասում է բացեց առաքյալների մտքերը, որ նրանք հասկանան ինչը, գրքերը, հենց մենք այսօր գրքերն ենք փորձելու հասկանալ և իրապես պիտի խնդրենք մեր Տիրոջը սրտանց, որ Տերը բացի մեր սրտերը, որ հասկանանք, որովհետև շատերն են, ինչպես որ ասացի, աթեիստ Աստվածաշնչի մասնագետներ էլ կան, որոնք Աստծուն չեն հավատում, բայց Աստծո խոսքն են սերտում և մասնագետ են, բայց արդյոք իրենց սրտերը բաց են, արդյոք իրենք Աստծուն կարող են ընդունել, եթե Աստծուն մերժում են, սա է ամբողջը, որ միայն թվերը կամ համարները Աստվածաշնչի անգիր անելը չի, պիտի հասկանանք Աստծուն, պիտի ընդունենք Աստծուն և պիտի թույլ տանք, որ Աստված մեր սրտերը բացի, ու դրա համար, եթե կհիշեք, երբ որ Աստվածաշնչի առակներն էինք մենք սերտում, այս դեպքում ոչ թե Աստվածաշնչի, այլ ավետարանների առակները, ես այս 4 կետերը ստեղծեցի ու փորձում եմ իմ փորձառությամբ ու կարծում եմ, որ սրանք վատ չեն, ուզում եմ հիշեցնել ոմանց, որոնք այստեղ մեր հետ են երկար ժամանակ ու ոմանք էլ, որ նոր են, ձեզ էլ ծանոթություն կլինի։ Առաջինը, հենց սրանից եմ սկսում, Աստծո խոնարհ մոտեցում և աղոթք։ Աղոթքով ու խոնարհ մոտեցումով ենք Աստվածաշնչին մոտենում, որ սերտենք։ Երկրորդը, պիտի ընտրենք Սուրբ Գրքի ճշգրիտ թարգմանություն։
Բոլոր սուրբ գրքերը ճիշտ չեն, բոլոր սուրբ գրքերը լավ թարգմանություններ չեն։ Եվ այս մասին մենք շատ ենք խոսել, այսօր էլ այդ մասին խոսում, զգուշ պիտի լինենք, ինչ թարգմանություն ենք ընտրում։ Լինի հայերեն, թե անգլերեն։ Մանավանդ անգլերեն, հայերեն շատ չեն, մի քանիսն են, անգլերեն տասնյակ են։ Ու դրա համար պիտի զգուշ լինենք, մանավանդ նրանք, ովքեր որ անգլերեն են ընթերցում։ Երկրորդը առնվազն, երրորդը ներողություն, առնվազն 2 տարբեր սուրբ գրքի թարգմանություններ համեմատենք։ Որովհետև սա շատ կարևոր է, երբեմն մեկը մի բան ասում, մյուսը մոռանում է, կամ մեկը մյուսով։ Իրանք իրար կոմպլիմենտ են անում, իրանք իրար լրացում են, գոնե 2 տարբեր աստվածաշունչ մատյան ունենանք, որ կարողանանք մեկը մյուսով լրացնել, տեսնել։ Չորրորդը բնագրից օգտվելու անհրաժեշտություն կա։ Բնագիր, երբ որ ասում ենք, հասկանում ենք եբրայերեն եւ հունարեն, եւ բնականաբար հասկանում եմ, որ շատ քչերս ունենք եբրայերենի եւ հունարենի իմացության կարողություն։ Ես ինքս սովորել եմ, բայց եթե ասեմ գիտեմ, կխաբեմ։ Հունարենը մի քիչ ավելի լավ է ինձ մոտ, եբրայերենը շատ ավելի վատ, բայց ունեմ թուլզերը, նյութերը, ստեպքում գործիքները, որոնց միջոցով կարողանում ենք նաև հասկանալ։ Այսօրվա սուրբգրային գիտությունը շատ զարգացած է, ամեն ինչ կա, որպեսզի կարողանանք աստվածաշունչ մատյանը հասկանալ, բայց եթե չենք ուզում, ժամանակ չունենք օգտագործելու, անգլերենի համար interlinear բառի տակը հունարեն կամ եբրայերեն տակը անգլերեն կա, interlinear է կոչվում, իսկ գրաբարը այսօր հենց սա է նորից խոսում, ինքնին արդեն interlinear-ը, ինքը այնքան կատարյալ թարգմանությունը, որ անկեղծ եմ ասում, գրեթե 100%-անոց ճշգրտությամբ բնագիրը կարողանում ատալ, ինչու, որովհետև գրաբար լեզուն ինքնին բացառիկ ճկուն լեզու է։ Մյուսը համեմատենք մեկս մյուսի հետ։ Հիմա մենք այս ընթացքում, որ պիտի Մարկոս սերտենք, կտեսնենք շատ բաներ եւ Մատթեոսի մեջ է լինելու եւ Ղուկասի, անընդհատ համեմատելու ենք իրար հետ։ Փորձելու ենք տեսնենք Մարկոս ինչ ասում, Ղուկասը ինչ ասում, Մատթեոսը ինչ ասում։ Իրանք իրար չեն հակասում, իրանք իրար լրացնում են։ Շատ կարևոր է, որ մենք աստվածաշունչ ունենանք ու մեկս մյուսի հետ համեմատելով տեսնենք, թե ինչ ասում։ Շատ կարևոր է 6-րդ կետը բնաբանը, ծիրը, անգլերեն context։ Մենակ մի բառ, մի հատված չվերցնեմ ու փորձեմ բացատրել, հասկանամ ընդհանուր ինչի մասին է խոսում, որտեղ առանց ընդհանուրի անհնար է լինելու ճիշտ հասկանալ։ Նաև վանականների շատ տարածված տեսակետ է 7-րդը, տեքստը մի քանի անգամ կարդալ։ Ու վստահ եմ այսօր գնանք տուն կամ հիմա, եթե վերցնեք տեքստը եւ 3 անգամ կարդաք, ամեն անգամ մի ինչ-որ բանի վրա ձեր ուշադրությունը կտպավորվի եւ վստահ եմ շատերս արել ենք։ Անընդհատ ոչ թե մի անգամով բավարարենք, այլ մի քանի անգամ նույն տեքստը, ասենք օրինակ Մարկոսի ավետարանի 1-ից 11 համարներն ենք սերտելու, այդ հատվածը, որ ընդհանրեն այսքան հատված է, մի քանի անգամ փորձենք կարդալ եւ հասկանալ։ Մյուսը կարևոր առանցքային բառերը, որ անգլերենով կոչվում են keywords, վեր հանել, դրանք շատ կարևոր են։ Վարդան ջան, մի քիչ բաց թող կարող է մարդիկը ելքումուտ կանեն։ Դրանք շատ կարևոր են։ Ամեն մի հեղինակ ունի իր keyword-ը կամ keyword-ների շարքը։ Պիտի տեսնենք, թե ոնց են դրանք բացահայտվում եւ իր մեսեջը կոնկրետ հեղինակի, առաքյալի կամ ավետարանչի որտեղ է։ 9, որ շատ կարևոր է, ուղղափառ հայրերի մեկնությունից օգտվելու անհրաժեշտություն։ Church Father-ների commentary-ները, որոնք հիմա այնտեղ ձեզ մի քանիսը դրել եմ, պիտի ցույց տամ։ Առանց Church Father-ների commentary-ների, այն ինչ որ ես խոսում եմ, առաջի հայրերը, որոնք որ Քրիստոսի հետ են եղել եւ խոսել են եւ իրենց աշակերտները հետագայում չենք հասկանալու իրականությունը, չենք տեսնելու իրականությունը։ Եվ նաեւ հասկանանք, որ Աստվածաշունչ մատյան այս մասին խոսեցի, ոչ միայն բառացի ենք հասկանում, ուղղակի literal sense-ը, այլ նաև խորքային deeper meaning ունի Աստվածաշունչ մատյանը, որը որ մենք պիտի փորձենք միասնաբար անել։ Ու այս 10-ը, երբ որ մենք փորձենք հիշել, ընթացքում էլի կրկնելու եմ։ Ամենավերջին ամենակարևորն է, այս ամենը մեր կյանքում կիրառենք։ Դե եթե այս ամենը ես գիտեմ, բայց իմ կյանքում երբեք չեմ կիրառում, անիմաստ է, ես դառնում եմ զուտ սոփեստ, ես դառնում եմ զուտ մասնագետ։ Բայց մենք չենք եկել այստեղ մասնագետ դառնալու, մենք եկել ենք այստեղ Աստծո խոսքը ճանաչելու եւ մեր կյանքում կիրառելու practically։ Եվ սա է, որի մասին որ ուզում եի հիշեցնել։ Ուրեմն սրանք 8 մեկնություններն են, որոնք ես օգտագործելու եմ, դուք չեք օգտագործելու, դուք 1-2-ն եք պատառիկներ եմ ուղարկելու իբրև ծանոթում։ Բայց եթե ուշադրություն դարձնեք, այստեղ ունենք Ancient Christian Commentaries on Scripture, որը որ ուղարկելու եմ անընդհատ, ինքը պատառիկներ է եկեղեցու հայրերից մեջ բերված։
Դրանից բացի հայրերից նաև ունենք 7-րդ դարի մեր Ստեփանոս ունեցու մեկնությունը, որ շատ հակիրճ համարյա չկա, բայց Պարսեղ մասկևորությունը 13-14-րդ դարի ավելի ամբողջական է։ Այս երեքը հայրեր են եւ Թեոփիլակտը կա, որը որ այս խաչ ունի, բուլղար աստվածաբանը, իր մեկնությունն էլ այստեղ դրված է, բավական հետաքրքիր է։ Իսկ դրանից բացի որոշել եմ միշտ անում եմ, օգտվում եմ մոդեռն մեկնությունից, այս դեպքում The Gospel of Mark, the New International Commentary on the New Testament, այսօրվա Աստվածաշունչի ինչ են մասնագետներ ասում, մեկ հատ կաթոլիկ մեկնություն, որը Mary Hill-ի մեկնությունն է, եւ մեկ հատ բողոքական մեկնություն, Commentary on Mark եւ մի հատ էլ ուղղափառ մեկնություն, որը Lawrence Farley-ի մեկնություն, այսինքն ամեն մեկից փորձելու եմ տեսանկյուն վերցնել, ինքը բավական ժամանակատար է, ամենակիչը 20 ժամ շաբաթվա մեջ քեզանից պետք է որ դու այս ամբողջը կարդաս, ու դրա համար ես փորձում եմ հատված անեմ, բայց սանով իմ կարծիքով պիտի փորձենք նորից այդ 4D-ն ապահովել ամբողջական հասկանալ, թե ինչի մասին է նաև Մարկոսի ավետարանը։ Եվ մի փոքրիկ նախաճաշակ ու փակեմ։ Ու նախաճաշակը իմ կարծիքով շատ կարևոր է, ու վստահ եմ բոլորս գիտենք, ու քանի որ հետ հարուցյալ շրջանը, հիմա հիսնակի շրջանի մեջ ենք, անի հետ այս մասին խոսում ենք, անընդհատ կիրակիներն ենք փորձում ներկայացնել, քանի որ հիսնակի շրջանն է, հենց հետ հարուցյան այս տեքստն եմ ուզում հիշել Էմաուսի ճամփորդների մասին։ Ես այս մասին խոսել եմ, ուզում եմ ընթերցեմ այս հատվածը եւ սրա վերագրեմ այսօր մեզ։ Շատ հակիրճ մի քանի րոպե ու տեսնենք, թե տեքստը ինչ է ասում։ Եվ ահա նույն օրը հարության օրն է, Սուրբ Զատիկի օրն է։ Աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմաուս էր, եւ որը Երուսաղեմից հեռու էր մոտ 11 կիլոմետր։ Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին, եւ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը Հիսուս մոտեցավ եւ ասաց. «Այդ ինչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ եւ տրտմում եք»։ Նրանցից մեկը, որի անունը Կղեոպաս էր, ասաց նրան. «Երուսաղեմում միայն դու ես, որ չես իմացել, թե ինչեր կատարվեցին այնտեղ այս օրերին, եւ նրանց ասաց. Ինչ»։ Եվ նրանք ասացին Հիսուս Նազարեթու մասին, որ եղավ մարգարե մարդ, հզոր գործերով եւ խոսքերով Աստծու եւ շնորհակալ եմ եղբայրս ամբողջ ժողովրդի առաջ, եւ թե ինչպես մեր քահանայապետերը եւ իշխանավորները նրան մատնեցին մահվան, դատաստանի եւ խաչը հանեցին նրան։ Մենք ակնկալում էինք, թե նա է, որ փրկելու է Իսրայելը, սակայն այս բոլորով հանդերձ այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին։ Այլ նաեւ մեզ զարմացրեց մեր միջից մի քանի կանայք զարմացրեցին, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել եւ նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան եւ ասացին, թե նաեւ մի տեսիլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպես, ինչպես կանայք ասել էին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. «Ով անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները, չէ՞ որ Քրիստոս պետք է նույն այդ չարչարանքները կրեր եւ այնպես մտներ իր փառքի մեջ»։ Եվ դեղին եմ նշել սա։ Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված էր իր մասին բոլոր գրքերում։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուս պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ, իսկ նրանք շատ ստիպեցին նրան եւ ասացին. «Մեզ մոտ գիշերիր, որովհետեւ երեկոյի է, որը տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ նրանց հետ այնտեղ գիշերելու։ Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով, օրնեց, կտրեց այն եւ տվեց նրանց, եւ նրանց աչքերը բացվեցին եւ ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ, եւ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ միթե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ եւ ինչպես էր մեզ բացատրում գրքերը»։ Եթե սա տառացիկ ընթերցեմ, կատարվեց Էմաուսի ճամփորդների համար, Կղեոպասի եւ մյուսի, վերջացավ։ Բայց եթե սա խորքային ընթերցեմ ու իմ կյանքին վերագրեմ, մի քանի կարևոր կետ կհանեմ այստեղ եւ Սուրբ Գրքի սերտողության հետ է սա կապված։ Նախ որ հարությունից հետո մենք էլ ենք ճամփորդում եւ շփոթված ենք ու փնտրում ենք Տիրոջը, որտեղ չենք գտել։ Բարի լուրը լսել ենք, որ Քրիստոս հարություն է առել, բայց իրեն չենք տեսել ու շփոթված իրար հետ խոսելով գնում ենք։ Տերը գալիս է մեզ մոտ, մեզ ընկերանում է
եւ մենք նրան չենք ճանաչում։ Իրապես չենք ճանաչում։ Տերը սկսում է մեզ մի քանի ժամ բացատրել, որտեղ ճանապարհը բավական հեռու էր, մոտ 11 կիլոմետր քայլեցին իրար հետ։ Ժամերով բացատրել գրքերը, այսինքն Աստվածաշնչի կոնկրետ սերտողություն է կատարում, ոչ այլ ոք, քան Հիսուս Տերը ինքը, որպեսզի գրքերով սկսենք ճանաչել իրեն, սակայն նորից իրեն չենք ճանաչում։ Այս ժամանակ Տերն ասում է, որ ցանկանում է հեռու մի տեղ գնալ, բայց մենք շատ կարևոր մի քայլ ենք կատարում, հրավիրում ենք Տիրոջը մեր տուն, մեր օջախ, մեր սիրտ։ Եվ երբ որ այդ հրավերը կատարում ենք, այն ժամանակ ինչ է լինում, Տերը գալիս է իմ տուն, իմ օջախ եւ կատարում է մի շատ կարևոր խորհուրդ, որը հաղորդության խորհուրդն էր։ Եվ երբ որ հաղորդության խորհուրդը կատարեց, երկուսի աչքերը մի անգամից ավետարանն ասում է բացվեցին եւ ինչ եղավ, ճանաչեցին Քրիստոսին, ով իրենց աչքից անհրաժեշտ էր։ Այսինքն Քրիստոսի ամբողջ նպատակը այդ մարդկանց ճանաչեցնելն էր իրեն։ Եվ դա կատարվեց ոչ թե միայն Bible study-ով, այլ նաև հաղորդությամբ, այլ խոսքով պատարակով, որը շատ կարևոր է, ոչ թե մեկը կամ մյուս, այլ երկուսը միասին։ Սկզբից Bible study արեց իրենց, հետո հաղորդություն տվեց իրենց։ Եվ այդ երկուսի աշխատանքը բերեց իրենց աչքի բացմանը։ Եվ այդ ժամանակը, որ խղճի խայծ զգացին ու ասացին, մեր սրտերն էլ միթե չէին ճմրվում մեր մեջ, ինչ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, եւ ինչպես էր մեզ բացատրում գրքերը։ Որևէ մեկը Քրիստոսի նման գրքերը չի կարող բացատրել, բայց եթե չունենք կարևորագույն երկրորդ հանգամանքը, հաղորդությունը չենք հասկանալու։ Դրա համար շատ կարևոր է, որ մայր եկեղեցու մեջ լինենք։ Շատ կարևոր է, որ հաղորդությունից հեռու չլինենք։ Շատերին գիտեմ, շատերին չեն, բայց կան դեռ անձինք, որոնք որ այսքան ասելուց հետո դեռ պատարակների չեն գալիս։ Խնդրում եմ, պատարակը պարտադիր նախապայման է։ Այս դասընթացներ իրենց հերթին, բայց պատարակը ու մասնավորաբար մնալ միջև վերջ, հաղորդություն ստանալ եւ տեղից էլ դուրս չգալ, այլ նաեւ շնորհակալություն հայտնել Տիրոջը կարևոր նախապայման է։ Միջև վերջ մնալ պատարակին եւ սա է աստորեն, որ ուզում է ասել։ Ուրեմն այս երկուսը կարևոր են։ Աստծո խոսքի սերտողությունը, որ Աստծո կամոք, պիտի սկսենք մյուս չորեքշաբթի օրվանից եւ այստեղ բոլորին պիտի խնդրեմ, Տետրս մոռացա բերեմ, բայց նրանք ովքեր որ նոր են եկել, իրենց անուն, ազգանունը եւ մեկ էլ email-ի հասցեն, թղթի 1-ի հետևի վրա գրեն, որ ես ձեզ էլ ուղարկեմ նյութերը եւ դրանից բացի ուզում եմ այսօրվա խոսքս ավարտել Սուրբ Հովան Ոսկեբերանի 4-5-րդ դարի մեր մեծ Սուրբի աղոթքով, որը վերաբերում է Աստծո խոսքը սերտելուն, ասում է. Ով Տեր Հիսուս Քրիստոս, բացիր սրտիս աչքերը, որ կարողանամ լսել եւ հասկանալ քո խոսքը եւ կատարել քո կամքը։ Քանզի ես պանդուխտ եմ այս երկրի վրա, մի թաքցնիր ինձանից քո պատվիրանները, այլ բաց աչքերս, որ կարողանամ ընկալել քո օրենքը։ Խոսիր ինձ հետ քո իմաստության ծածուկ բաների մասին, քո վրա եմ հույսս դրել, ով Տերին, քո գիտելիքով լուսավորիր միտքս եւ ճանաչողությունս, որ ոչ միայն կարևորեմ գրված պատգամները, այլ կատարեմ դրանք։ Թույլ տուր, որ ընթերցելով սրբերի կյանքն ու նրանց խրատները, խուսափեմ մեղքից, վերստին կանգնեմ, պայծառանամ եւ սրբվեմ հոգուս, փրկության եւ հավիտենական կյանքի ժառանգելու համար։ Քանզի դու ես լուսավորում բոլոր նրանց, ովքեր խավարում են բնակվում, եւ քեզանից է ամեն շնորհ եւ բարի գործ։ Եվ ուզեցի փակել ամսի 20-ի Զատկվա օրը, որ բոլորս մեծ մասս շուրջ 75 հոգի հավաքվել ենք մեր բակում միասին նշելու եւ Սուրբ Զատիկը եւ միասին նաեւ նշելու Հիտլերի ծնունդը եւ իրար հետ էինք եւ իրապես օրնեցիք ձեր ներկայությամբ մեզ, Խարցիկին, ինձ, Մեսրոպին, շնորհակալ եմ եւ սա վստահեցնում եմ ձեզ այն ամենաերջանիկ ու ջերմ օրերն են, որոնք մենք պահում ենք մեր սրտի մեջ եւ լավ հուշեր ունենք եւ խնդրանքս նաեւ ու հրավերը սա է, որ դարձեք ընտանիքի անդամ, ինչպես որ խոսքի սկզբում ասեցի, որտեղ սա հոգեվոր ընտանիք է եւ բոլորս այս ընտանիքի մասն ենք կազմում։ Այսքանով ուզում եմ փակել, մինչեւ փակելը այնքան օրնված ենք, այսօր Տեր Խաժակով սկսեցինք եւ նաեւ ինչու՞ չէ, Տեր նշտեով պիտի խնդրեմ, որ ավարտենք։ Տեր այր ջան, շնորհակալ եմ, որ հիմնականում մեզ հետ եք։ Տեր խոսքն էլ հայրական լսենք ու որից հետո աղոթքով փակենք։ Շնորհակալ եմ, սիրելի Հայկ, բարի երեկո բոլորիս։
Նախ կցանկանա իմ անկեղծ զգացումն ու մտածումը կիսել ձեզ հետ սիրելիներ, որ իրապես մեր սիրելի Հայկ Մադոյանի կազմակերպած այս բացառիկ դասընթացները անհրաժեշտություն են մեզ բոլորիս համար, որովհետև մեզ թվում է, թե գիտենք շատ բան, բայց իրականում ինչքան ուսումնասիրում ես, այնքան տեսնում ես, որ շատ ավելի մեծ բան չգիտես։ Հետևաբար Աստծո օրհնությունը ձեզ սիրելի Հայկ, ձեր այս նախաձեռնությանը, ձեր օգնականներին, որովհետև միայն պատարագին մասնակցելու պատարագի քարոզը լսելը էստիս բավարար չեմ, անգամ սա բավարար չէ, չպիտի ասենք, որ սրանով պատարագին եւ այս Bible study-ին մասնակցելը հերիք է մեզ, մնացյալ օրերը կարող ենք այսպես ճակերտավոր մսխել մեր ցանկությունների վրա, բայց ընդհանուր առմամբ գոնե պատարագներին մասնակցել եւ այս դասընթացներին իրապես մեծ օգուտ պիտի լինեն ձեզ համար, սիրելի հավատացյալներ, ավելի լավ ճանաչելու Քրիստոսին, ավելի լավ ճանաչելու, թե դուք ինչին եք հավատում կամ ինչու եք հավատում, որովհետև մենք բոլորս երբ որևէ մի սնունդ պիտի գնենք մեր մարմինը կերակրելու համար, վստահաբար բազում, այսպես ասեմ, փնտրտուքներից հետո փորձում ենք լավագույնն ընտրել եւ նույնպես եւ առավելաբար պիտի վերաբերվենք մեր հոգեվոր սնունդին։ Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականություն։ Իսկ հոգեվոր սնունդը, ինչպես աշխարհիկ սնունդը, բազմապիսի է, լավ եւ վատ սնունդներ կան, օրգանիկ եւ ոչ օրգանիկ վնասակար սնունդներ կան, հետեւաբար յուրաքանչյուր իրական քրիստոնյա պիտի ինքը գիտակցի, թե որտեղից է գալիս իր սնունդը։ Գտնվելով այստեղ, այս տարածքից ներս, այս եկեղեցու հովանու ներքո, վստահ կարող ենք ձեզ ասել, որ բոլոր տեսակի սնունդները, որ դուք ստանում եք պատարագի ընթացքում, թե այստեղ այս դասերի շրջանակում, օգտակար պիտի լինեն ձեզ համար, ձեր հոգու կերակրման, բժշկման եւ զորացման համար։ Ոստի շատ ուրախ եմ, որ ամեն անգամ այստեղ գտնվելով ես նաեւ արձանագրում եմ, որ թվականակն է մեր ունկնդիրների ավելանում, ինչը ուրախություն է մեզ համար, որպես այս շրջանի հոգեվոր հովիվներից մեկ, ում հանձնված է նաեւ այս հավատքի զավակների խնամքը։ Աստված օրհնի զորացնի ձեզ, մեր քաջալերանքը ձեզ, վստահ եղեք, որ լավագույնս այս 2 ժամը, որ պիտի ունենայիք ձեր կյանքում, այստեղ անցկացնելն է, որևէ մեկ այլտեղ ավելի լավ չպիտի լիներ, քան այստեղ։ Հետևաբար Աստված օրհնի զորացնի ձեզ, սիրելի մեր Հայկ Մադոյանին Աստծո օրհնությունն ու առաջնորդությունն, իմաստությունը եւ մշտապես պատրաստակամությունը, որ ունի երկար տարիներ շարունակ, ամեն ժամ, ամեն օր ձեզ նոր եւ առողջարար սնունդ մատակարարելու համար։ Աստված օրհնի զորացնի ձեզ։ Խնդրեմ կանգնենք աղոթքով վերջացնենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, միասին հայր մերն ասենք սիրելիներ, Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկես Տեր արքայություն քո, եղիցին կամք քո, որպես երկինս եւ երկրի։ Ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիրս մեզ փորձություն, այլ փրկեaz մեզ իչարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք ավիտյանս ամեն։ Պահապան բոլորի Քրիստոս, քո աչքը թող հովանի լինի մեզ վրա, գիշեր թե ցերեկ, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս թե արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվենք եւ ողորմիր քո արարածներին եւ մեզ բազմամեղներից ամեն օրհնյալ եղերուք իշնորհած Սուրբ Հոգվին գնաք խաղաղությամբ եւ Տեր Հիսուս եղիցի ընձեզ ընդամենեսյանս ամեն Աստված օրհնի բոլորիդ լավ երեկո։